Ընդհանրապես տղաներին առաջադրվել է խուլիգան բառը, խուլիգանապանը, խուլիգանության մեղադրանքը, խուլիգանության բառի ծագման հետ կապված կա երկու վարկած, առաջի վարկածը, որ դա եղել է Անգլիայում մի հատ ազնվորություն, խուլիգան ազգանունով, անդադ կռիվներ արել եւ այդտեղից հայտանում է գալի, բայց կա ավելի հին պատմական ակնարկ, որ ընդհանրապես խուլիգաններ համարել են այն աղանդավորներին, ովքեր մտել են եկեղեցական ծեսերը խանգարելու։ Հիմա այն ինչ որ դուք տեսնում եք, իշխանության կողմից կատարվածը այդ նույն խուլիգանությունն էր։ Ստացել են համարժեք պատասխան։ Ես բնականաբար չեմ արդարացնում այդ երեխային, կամ այդ մարդուն, լավ, մոռանանք երեխային կամ մոռանանք։ Բայց ամեն դեպքում երկուստեք էլ ճիշտ չէր, բայց ամեն դեպքում գալիս է նաև քրեական իրավունքում այդպես այդ սկզբունքը դրած, ով է նախաձեռն է, ով է հրահար է։